8 թվի հորոսկոպը 2026 թվականի հունիսի 1-ից 30-ին։ 8 թվի համախումբը կազմում է յուրաքանչյուր ամսվա 8-ին, 17-ին, 26-ին ծնվածները։ Հունիս 26-ը 8 թվի մարդկանց համար արդարության, գործնական առաջընթացի, նախորդ ամիսների ազնիվ արդար աշխատանքի արդյունքները վաստակելու ամիս է։ Այս ժամանակահատվածը ձեզ նոր ճանաչում կբերի, այն ինչ թվում էր ձեզ անհասանելի, հունիսին ոչ միայն կգոհացնի ձեզ, այլև կզարմացնի ձեզ մոտիկ ու հեռու մարդկանց, որոնց ուշադրությունից դուրս միայն ձեզ հայտնի ուղիներով զարգացրեցիք մինչև հաղթանակ ձեզ թվացող անհասանելին։ Բայց սա ամենը չէ, դուք նվաճում եք նոր ոլորտներ, որոնք իրականացնում եք ձեր բնատուր շնորհներով, նախախնամության առաջնորդությամբ։ Հիմա դուք գտնում եք ձեր հավասարակշռությունը, որն ինչ-որ ժամանակ թվում էր կորցրել էիք։ Սկսում եք դիմանալ և ձեր հանդեպ գործող լավին և վատին։ Սա նոր փորձությունների, հոգևոր վերելքի ու սթափ դատելու, իրականում ներկա գիտակցությամբ առաջնորդվելու շրջան է։ Ամենակարևորն այն է, որ չտրվեք գայթակղությունների։ Փողը, նյութական միջոցները, հանրային ճանաչումն ու լավ աշխատողի համբավը անցողիկ են։ Ինչքան մարդիկ կլինեն, որ ձեր ձեռքբերումների իրենց պրիզմայով կանցկացնեն ու ձեր մասին կհռչակեն տեղեկություններ, որոնք մոտ չեն իրականությանը, բայց իսկական համընկնում են իրենց ցանկության հետ, որ կուզեին ճշմարտություն լիներ, ոչ թե ձեր քվանտային թռիչքը, հանրային համբավ, որը ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է, այլ նսեմացումը, քավլիցի դուք զորու եք դիմանալու, սա էլ կանցնի։ Հունիսին ձեր ֆիզիկական վիճակն ուղիղ համեմատական է ձեր արդարության զգացողության հետ, թեթև էներգիայի կորուստը կվերականգնեք ներկայի գիտակցությամբ, այն ինչ եղել է նորից լինում է, լավին էլ վատին էլ նույն կերպ պետք է արձագանքել, երկուսն էլ նոր հնարավորությունների դուռ են բացում։ Գործնական ոլորտում ձեզ համար հունիսը բացարձակ արդյունքների ամիս է, ձեր ներդրած ջանքերը հաղթանակի բերկրան կպարգևեն ձեզ։ Ֆինանսական հոսքերը կայուն կլինեն, սակայն լավ է, որ այս ամիս ծախսերը չգերազանցեն եկամուտներին։ Ընտանիքում մտերիմ մարդկանց հետ փոխադարձ արգանքի մթնոլորտում հաճելի շփումները ձեզ կգոհացնեն։ Ձեր գլխավոր սկզբունքն է ընտանեկան միջավայրում խաղաղություն հաստատել։ Միայնակ ութերը հունիսին ճակատագրական ծանոթություններով կարող են ընտրության, սիրային համակեցության հարցերով զբաղվել։ Կարծես հասունացել է երկրորդ կեսին հանդիպելու պահը։ Այսպիսով կարող ենք ասել, որ ութերի համար 2026-ի հունիսին կատարվող յուրաքանչյուր իրավիճակ, իրադարձություն ձեր կատարելության ձգտելու մի բանաձև է, որը ձեզ ուղղում է դեպի տիեզերական արդարության հետ սինխրոնության։ Ահա այսպես է նյութականանում ձեր գաղափարները 2026 թվականի հունիսին։